Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, պատգամավորներ հարգելի, ձեր ուշադրությանը եմ ներկայացնում նշված վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Նախ համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 50 միլիոն եվրո գումարի չափով։ Հաշվի առնելով վարկի բնույթը, այսինքն բյուջետային աջակցության բնույթը, միջոցներն ուղղվելու են 23 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը կամ ծախսերի ֆինանսավորման կարիքի բավարարմանը, որի համար ազգային ժողովը արդեն պետական բյուջեի մասին օրենքով հաստատել էր 350 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում, սակայն մի կարևոր հանգամանք կա այստեղ, հաշվի առնելով, որ մեր կապիտալ ծախսերը պլանավորված 550 միլիարդ գերազանցում են մեր պլանավորված 290 միլիարդ պակասուրդը, այդ միջոցները ըստ էության ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ, որոնք իրենց հերթին ունեն տնտեսության վրա բավական դրական եւ ներուժը բարձրացնող ազդեցություն, նաեւ ուղղված են մեր ապագա սերունդներին եւ հետեւաբար պարտքային միջոցների խելամիտ օգտագործում են ենթադրում։ Այս միջոցների ստացման համար ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել եւ դրանց հիմքում ընկած են բարեփոխումներ, ռեֆորմներ, որոնք արդեն իսկ իրագործվել են, ընդ որում ավելի նշեմ արձագանքելով նաեւ որոշ հարցադրումների, որ դրանք ազգային ժողովում արդեն իսկ քննարկվել են եւ եւս մի վարկային համաձայնագրի շրջանակում ըստ էության քննարկվել են, դա համաշխարհային բանկից ստացված վարկն է, որ այս տարվա ընթացքում է քննարկվել եւ այդ նույն միջոցառումների աղյուսակի հիման վրա OPEC զարգացման հիմնադրամը ըստ էության համաֆինանսավորում է իրականացնում, նշեմ, որ նախկինում 100 միլիոն դոլար արժողությամբ վարկի մասին էր, հիմա եւս լրացուցիչ 50 միլիոն, որը ինչպես նշեցի նախատեսված էր պետական բյուջեով։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի անդրադառնալ նաև այն բարեփոխումների շրջանակին, հիշեցնելով, թե ինչ ենք քննարկել նաև նախորդ վարկային ծրագրի շրջանակներում, նախ անունը անվան մեջ կան կարևոր հասկացություններ, ինչու կանաչ եւ դիմակայուն, որովհետեւ դրանք բխում են գլոբալ ներկա մարտահրավերներից, որին հարում են բոլոր միջազգային ֆինանսական կառույցները եւ ուղղված են ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ու հարմարողականության խթանմանը, ինչպես նաև օդի աղտոտվածության մոնիթորինգի բարելավմանը, եւ այս շրջանակում մի շարք կարևոր ռեֆորմներ են իրականացվել, մեկը 22-ից 30 թվականների էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի ծրագրի ընդունումն է, մյուսը հանրային ներդրումային ծրագրի շրջանակներում կլիմայի վրա ազդեցության գնահատման չափորոշիչների ներդրումն է, մյուսը մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքի ընդունումն է, որտեղ որ իրավական դաշտ է սահմանվել օդի աղտոտման եւ ջերմոցային գազերի մոնիթորինգի, հանրությանը տեղեկատվության տրամադրելու վերաբերյալ այս մասով, մյուսը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքի փոփոխությունների ընդունումն է, երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ներառական ասվածին եւ այս սրանք ուղղված են կառավարության որդեգրած սոցիալական արդարության ամրապնդման եւ մարդկային կապիտալի զարգացման ուղղված տնտեսական զարգացման մոդելին, այստեղ էլ կան կարևոր միջոցառումներ, օրինակ ընտանիքի ապահովության գնահատման նոր համակարգի մշակումը եւ ներդրումը, Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը որ հաստատվել է ազգային ժողովի կողմից եւ որտեղ շեշտադրում կա STEM առարկաների նկատմամբ կամ ԲՏՃՄ առարկաների նկատմամբ եւ իհարկե կան որոշ այլ բարեփոխումներ, որոնք միտված են մրցակցության խթանմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության համակարգի բարելավմանը։ Վարկը եվրոյով է, ինչպես նշեցի, տոկոսադրույքը երկու կոմպոնենտ ունի, 6 ամսյա Եվրիբոր եւ ֆիքսված սպրեդ, որը 1.6% է եւ ներկա գնահատումներով 5.6% է ըստ էության կազմում տոկոսադրույքը, մասսաման եղանակը 1 մասանում ենք անելու, մարման ժամկետը 20 տարի, բավական երկարաժամկետ է, որից արտոնյալը 5 տարի, ինչպես նաեւ կան որոշ կոմիսիոն վճարներ եւ այս զեկուցումը հաշվի առնելով առաջարկում եմ քվեարկել օրենքի նախագծին եւ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, հարցերի համար հերթագրում հարգելի պատգամավոր